Լուիզիանայում տղամարդը սպանել է 8 երեխայի և ծանր վիրավորել է 2 կնոջ։ Սպանված երեխաները եղել են 18 ամսեկանից 12 տարեկան։ Ոստիկանությունը դեպքը որակել է ընտանեկան բռնություն, հանցագործը 7 երեխաների կենսաբանական հայրն էր, նա հանցանքի վայրից փախել է գողացված մեքենայով։ Ոստիկանները հետապնդման ժամանակ սպանել են նրան։ Կրակոցները տեղի ունեցել 2 տներում, հանցագործը նախ կրակել է մի կնոջ վրա, ապա նա գնացել է այլ տուն, այնտեղ նա սպանել է բոլոր երեխաներին։ Ոստիկանների խոսքով շատերը սպանվել են քնած ժամանակ։ Հայտնի է, որ վիրավոր կանանցից մեկը նրա կինն էր, մյուս վիրավորը նրա ընկերուհին է եղել, 10-րդ զոհը պատանի է եղել։ Նա վնասվածքներ է ստացել տանիքից ընկնելիս, ոստիկանները շարունակում են հետաքննությունը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Կրակոցներ Այովայի համալսարանի մերձակայքում կան տուժածներ, փառատոնը վերածվել է արյունալի դրամայի, Կալիֆոռնիայում կան վիրավորներ։ Լոս Անջելեսի բնակիչը Իրանի համար զենք է վաճառել, խոսքը ավելի քան 60 միլիոն դոլարանոց գործարքի մասին է։ Միջին Արևմուտքում փոթորիկներ են, քանդված տներ, բայց հրաշքով փրկված մարդիկ։ Ամերիկահայ հայտնի երգչուհին կրկին սկանդալի կենտրոնում է։ Հյուրեր երկնքից, օդապարիկը վթարային վայրեջք է կատարել կալիֆոռնիացի զույգի բակում։ Թողարկման երկրորդ հատվածում Անու Հարությունյանը մանրամասներ է հավաքել ապրիլի 24-ին ընդառաջ։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Այովայի համալսարանի մոտ տեղի է ունեցել զինված միջադեպ, 5 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Տուժածների թվում կա 3 ուսանող, մեկ անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսների վիճակը կայուն է։ Ոստիկանները ահազանգ են ստացել զանգվածային ծեծկռտուքի մասին, տեղ հասնելուն պես լսվել են կրակոցներ, կասկածյալները դեռ որոնվում են, նրանց ֆիքսել է անվտանգության տեսախցիկը։ Տեսանյութերում երևում է փախչողների մեծ բազմությունը, նրանցից ոմանց հաջողվել է նույնականացնել։ Իրավապահները շարունակում են ակտիվ որոնողական աշխատանքները, զանգվածային կռվի պատճառները մնում են անհայտ։ Միջադեպին արձագանքել է համալսարանի ղեկավարությունը, ոստիկանությունը պնդում է, որ ուսանողները թիրախ չեն եղել, հետաքննությունը շարունակվում է, կանխատեսվում է, որ այն կտևի հավանաբար մի քանի օր։ Տեղական լուրերին կվերադառնանք քիչ անց, մինչ այդ մի քանի կարևոր թեմա միջազգային լրահոսից։ Թրամփը հայտարարել է Իրանի բեռնանավը գրավելու մասին, ամերիկյան զորքերը գրավել են 270 մետրանոց նավը, այն փորձել է ճեղքել ԱՄՆ ծովային շրջափակումը։ ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը կանգնեցրել է այն։ Ծովային հետևակները այժմ վերահսկում են նավը, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է դեպքը, Իրանը ևս հաստատել է միջադեպը, այն որակելով ծովահենություն։ Իրանի բանակի ներկայացուցիչը խոստացել է պատասխանել, շուտով կպատասխանենք ամերիկացիների ծովահենությանը եւ գողությանը, հայտարարել է նա։ Այս դեպքը լարել է փխրուն հրադադարի իրավիճակը, կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար։ Թրամփը սպառնացել է Իրանին նոր հարվածներով, նա ասել է, Միացյալ Նահանգները շարքից կհանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։ Իրանի պաշտոնյաները սա համարում են հերթական սադրանք։ Բանակցությունների հեռանկարը մնում է չափանձանց մշուշոտ, Թրամփը հայտարարել է Իսլամաբադում նոր հանդիպման մասին։ Նրա խոսքով պատվիրակությունն այնտեղ կմեկնի երկուշաբթի երեկոյան, սակայն Իրանը հերքում է բանակցությունների որևէ հնարավորություն։ Իրանական իռնագործակալությունը նշել է, որ դրա համար պայմաններ չկան, նրանք մեղադրում են ԱՄՆ-ին չափազանցված պահանջներ ներկայացնելու մեջ։ Նավթի գինը մեկ օրում աճել է 7%-ով, պատճառը Հորմուզի նեղուցում լարվածության նոր ալիքն է։ ԱՄՆ հում նավթի գինը հասել է 1 բարելի դիմաց $90։ Միջազգային Brent տեսակի նավթը թանկացել է 5%-ով, նրա գինը մոտեցել է $95 նշագծին։ Ֆոնդային շուկաները գրանցել են զգալի անկում կիրակի օրվա վերջում, S&P 500 ինդեքսի ֆյուչերսները նվազել են 0.8%-ով, NASDAQ 100-ի ցուցանիշները նույնպես անկում են ապրել, Dow ինդեքսի ֆյուչերսները ընկել են 500 կետով, Russell 2000-ը նվազել է 1.4%-ով, գազի մեծածախ գները բարձրացել են 4%-ով, ավիավառելիքը թանկացել է 7, բնական գազը 2%-ով։ Նավթի գների հերթական աճը սպառողները արդեն անմիջականորեն են զգում։ Լցակայաններում ևս գներն անշեղ աճում են։
Թրամփի վարկանիշը նոր հակառեկորդ է սահմանել, հասնելով նվազագույնի նոր մակարդակի։ Հարցման արդյունքների համաձայն 37%-ն է հավանում նրա աշխատանքը, 63%-ը դեմ է արտահայտվել նախագահի գործունեությանը։ Հարցվածների կեսը խիստ մերժում է նրա քաղաքականությունը, 2/3-ը դժգոհ է գնաճի դեմ պայքարից։ Նմանատիպ պատկեր է նաև Իրանի հակամարտության հարցում։ Տնտեսական խնդիրները ամերիկացիների համար առաջնային են մնում, 45%-ը գնաճը համարում է ամենակարևոր մտահոգությունը։ Ամերիկացիների 40%-ի վիճակը վատթարացել է անցյալ տարվա համեմատ։ Բնակիչների 2/3-ը բողոքում է վառելիքի թանկ գներից, 61%-ը դեմ է ռազմական գործողությունների շարունակմանը։ Նրանք ցանկանում են անհապաղ դադարեցնել այդ հակամարտությունը։ Թրամփը փորձում է փոխել իրավիճակը ներգաղթի հարցում։ Այստեղ նա ունի որոշակի դրական ցուցանիշների աճ։ Այնուամենայնիվ, նրա վարկանիշը մնում է ցածր մակարդակում։ Նախագահը ձգտում է բարեփոխել ընտրական օրենքները երկրում։ Նա առաջարկում է Save America Act օրինագիծը։ Այն պահանջում է քաղաքացիության ապացույց քվեարկելու համար։ Այս հարցում Թրամփն ավելի շատ աջակցություն ունի, բայց դա չի չեզոքացնում նրա վարկանիշի ընդհանուր անկման հետևանքները։ Իրանին զենք են վաճառել հենց Թրամփի քթի տակ։ ԱՄՆ-ում օրինական մշտական բնակչի կարգավիճակ ունեցող անձը միլիոնավոր դոլարների զենք է վաճառել Իրանին։ Woodland Hills-ի բնակիչը ձերբակալվել է Լոս Անջելեսի օդանավակայանում։ Մաֆին հանդիսանում է Իրանի քաղաքացի։ Նա կազմակերպել է զենքի վաճառք Իրանից դեպի Սուդան։ Գործարքները ներառել են անօդաչու թռչող սարքեր և ռումբեր։ Հետաքննությունը ղեկավարում է FBI-ի Լոս Անջելեսի մասնաճյուղը։ Մաֆին նախկինում բազմիցս հարձակվել է գործակալների կողմից։ Նա նպաստել է ավելի քան 61 միլիոն եվրո արժողության պայմանագրի կնքմանը։ Գործարքը ներառում է Մոհաջեր 6 տեսակի մարտական դրոններ, ռումբի հազարավոր պայթուցիչներ և միլիոնավոր փամփուշտներ։ Մաֆին նույնիսկ ուղարկել է $100 թղթադրամներով լի արկղերի տեսանյութեր։ Մաֆին ունեցել է կապեր նաև Իրանի քաղաքական շրջանակ այդ պաշտոնյան կարևոր դեր ունի ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցություններում։ Կինը կանգնելու է Լոս Անջելեսի դաշնային դատարանի առաջ, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Մոտ 200 սպանված ու ոչ մի ծանրակշիռ ապացույց Կարիբյան ծովում ամերիկյան ռազմական ուժերը հերթական նավակն են ոչնչացրել, այս անգամ 3 մարդ է զոհվել։ ԱՄՆ-ն պնդում է, որ նավը թմրանյութեր էր տեղափոխում, սակայն որևէ ապացույց դեռևս չի ներկայացվել։ Այս հարձակումների արդյունքում վերջին կես տարվա ընթացքում արդեն 181 մարդ է սպանվել։ Հարձակումները շարունակվում են նաև Խաղաղ օվկիանոսում։ Այս գործողությունները սկսվել են նաև վենեսուելական իրադարձություններից առաջ։ Թրամփը հայտարարել է զինված նարկոկարտելների դեմ հակամարտության մասին, իսկ այս հարձակումներն անվանել է անհրաժեշտ էսկալացիա։ Նպատակը թմրանյութերի հոսքի կասեցումն է դեպի Միացյալ Նահանգներ։ Հարձակումների իրավաչափությունը հարցականի տակ են դնում անգամ ամերիկացի փորձագետները։ Իշխանությունները ապացույցներ չունեն նավերում թմրանյութերի վերաբերյալ, սակայն դա չի խանգարում, որ Պենտագոնը նոր ուժեր ներգրավի այս գործողություններում։ ԱՄՆ միջին արևմուտքում հզոր քամիներն ու պտտահողմերը հսկայական ավերածություններ են գործել, շենքերի տանիքներ են ավերվել, ծառերն արմատախիլ են եղել։ Մասնագետների գնահատմամբ հրաշք է, որ զոհեր չեն արձանագրվել։ Մինեսոտայի Օլմսթեդ շրջանում պտտահողմերը լուրջ վնասներ են պատճառել։ Մարիոն քաղաքում մի քանի տասնյակ տուն է ավերվել։ Իլինոյսում դպրոց է վնասվել։ Բարեբախտաբար աշակերտների թվում զոհեր չկան։ Համացանցը ողողված է փոթորիկի հետևանքների կադրերով, ավերված տներ ու շինություններ, օդ բարձրացած տանիքներ, արմատախիլ ծառեր։ Վնասի ամբողջական չափը դեռ հնարավոր չէ հաշվել։ Մասնագետները հորդորում են պահպանել զգոնությունը, քանի որ փոթորիկի վտանգը դեռ ամբողջությամբ չի անցել։ Հզոր քամիներ են հարվածել նաև հարավային Կալիֆոռնիային, դրանք ստեղծել են անտառային հրդեհների մեծ վտանգ։ Քամիների արագությունը հասել է 50 մղոնի։ Բարձրալեռնային շրջաններում վիճակը չափազանց վտանգավոր է դարձել։ Քամիները դժվարեցրել են նաև երթևեկությունը։ Հարավային Կալիֆոռնիայի մեծ մասում գործել է վտանգի ռեժիմ, Օրինջ, Ռիվերսայդ և Սան Բեռնարդինո շրջաններում քամիները զգալի են եղել։ Քամուց պաշտպանվելու խորհուրդների հետ իշխանությունները զգուշացրել են նաև հրդեհների վտանգի մասին։ Շատ վայրերում արդեն արգելված է զբոսախնջույքների ժամանակ բաց կրակ օգտագործելը, քանի որ ուժեղ քամին ու չոր եղանակը բարձր մակարդակի վրա են պահում հրդեհների վտանգը։
Հոլիվուդյան դերասան Դիլան Սփրոուսը անձամբ է բռնել իր տունը ներխուժած անձին։ Նա պահել է հանցագործին մինչև Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցների ժամանումը։ 33-ամյա դերասանը եղել է զինված, սակայն չի օգտագործել իր զենքը։ Դերասանը հրաժարվել է դատի տալ ներխուժողին։ Ոստիկանությունը վերջինիս ձերբակալել է մեկ այլ գործով։ Իրավապահները շարունակում են հետաքննությունը։ Սփրոուսը հայտնի է դարձել Դիսնեյի հեռուստաալիքի շնորհիվ։ Ներխուժողը չի հասցրել վնաս պատճառել դերասանին, ոստիկանությունը դեպքը գրանցել է որպես անօրինական ներխուժում։ Դերասանի ներկայացուցիչը դեպքի առթիվ պաշտոնական պարզաբանում չի տվել։ Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը կրկին դիմել է դատարան, նա պահանջում է որդուն նկատմամբ խնամակալություն սահմանել, որդին ունի թմրամոլության հետ կապված ծանր խնդիրներ, այժմ նա գտնվում է հոգեբուժարանում, նրան ձերբակալել էին Նյու Հեմփշիրում։ Շերի հայցի համաձայն որդու մտավոր վիճակը կտրուկ վատացել է և նա ի վիճակի չէ ինքնուրույն կառավարել իր ֆինանսները։ Ալման գումարները ծախսել է թմրանյութերի վրա և արդեն հսկայական պարտքեր ունի թմրանյութ վաճառողներին։ Շերն այժմ չի պահանջում իր անձնական խնամակալությունը, նա ցանկանում է չեզոք երրորդ անձի նշանակումը։ Նման հայց նա ներկայացրել էր նաև 2 տարի առաջ, դատարանը մերժել էր։ Ապրիլի 20-ին մեկնարկեց Բոստոնի հռչակավոր մարաթոնը, որն այս տարի 30,000-ից ավելի մասնակիցներ ունի։ Հսկայական թիվը հաշվի առնելով, կազմակերպիչները դիմել են ամբողջի կառավարման մասնագետներին, նպատակը մարդկանց անվտանգ և սահուն հոսք ապահովելն է։ Մարաթոնը անցնում է Մասաչուսեթսի նեղ փողոցներով, մասնագետները ուսումնասիրել են յուրաքանչյուր կետ արտակարգ իրավիճակները բացառելու համար։ Ամենամեծ փոփոխությունը մեկնարկային ալիքների ավելացումն է։ Վազորդները կմեկնարկեն 6 ալիքով, նախկին 4-ի փոխարեն։ Այս մեթոդը թույլ կտա խուսափել կուտակումներից։ Մասնագետները մրցավազքը սիմուլյացրել են ավելի քան 100 անգամ, փոփոխվել են նաև ջրի կայանների և ավտոբուսների տեղերը։ Մարաթոնի երթուղին կմնա անփոփոխ իր պատմական տեսքով։ Գիտական մոտեցումները չեն փոխի վազքի բուն բարդությունը։ Վազորդները պետք է հաղթարեն 42 կիլոմետրը։ Մարաթոնը մնում է սպորտային ամենածանր փորձություններից մեկը։ Սա ամերիկյան ամենահայտնի մրցումներից մեկն է և ավանդաբար անցկացվում է ապրիլի 3-րդ երկուշաբթի օրը։ 2026-ին այդ մրցաշարը անցկացվում է 130-րդ անգամ։ Կալիֆորնիայում նահանգապետի թեկնածուների ցանկը հաստատվել է, բանավեճին մասնակցելու համար պահանջվում էր, որ թեկնածուն ունենա հրցվածների թվում նվազագույնը 5% աջակցություն։ Շեմը հաղթահարել է 6 թեկնածու, նրանց մասնակցությամբ ապրիլի 22-ին հեռուստաբանավեճ կկազմակերպվի։ Բանավեճը կիրականացվի ուղիղ եթերում, այն կհասնի Կալիֆորնիայի բոլոր նահանգային կայաններին։ Թեկնածուները պատրաստվում են ներկայացնել իրենց տեսլականը, ինչպես նաև ցույց տալ մրցակիցների թույլ կողմերը։ Կալիֆորնիայում նահանգապետի պաշտոնի համար նախընտրական պայքարը թեժ փուլ է մտնում։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքի զբոսայգում հնչել են կրակոցներ, համայնքային զբոսայգում հավաքվել էին հարյուրավոր մարդիկ Կալիֆորնիայի համալսարանի օրվա առթիվ։ Ակցիան սակայն արտոնված չի եղել։ Շերիֆի աշխատակիցները պահանջել են ազատել տարածքը, նրանք 15 րոպե օգտագործել են ձայնային ազդանշաններ, հենց այդ պահին էլ հնչել են կրակոցներ, մարդիկ սկսել են փախչել այգուց։ Ոստիկանությունը հայտնաբերել է 4 տուժածի, բոլորն էլ մինչև 20 տարեկան։ Ընդհանուր առմամբ 3 մարդ հրազենային վնասվածքներ է ստացել, 4-ը քերծվածքներ։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Մեղավորներին որոնելիս իրավապահները դեպքի վայրից 50 մղոն հեռու կասկածելի մեքենա են կանգնեցրել, ձերբակալել 2 տղամարդու և 1 կնոջ։ Մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հրազեն։ Քննիչները դեռ պարզում են նրանց ներգրավվածությունը։ Կալիֆորնիայի մի զույգ վաղ առավոտյան անսպասելի հյուրեր է ունեցել։ Տան բակում հսկայական օդապարիկ է վայրէջք կատարել։ Զույգը դուրս է վազել և տեսել օդապարիկը։ Զամբյուղում մոտ 1 տասնյակ մարդ է եղել։ Օդապարիկը հրաշքով շրջանցել է տունն ու ծառը։ Օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել վառելիքը վերջանալու պատճառով։ Ուղևորները ստիպված դուրս են եկել Զամբյուղից և սպասել մինչև լիցքավորման համար վառելիք հասցնեն։ Գործընթացը տևել է մոտ 2 ժամ։ Բարեբախտաբար այդ անսովոր միջադեպի արդյունքում ոչ ոք չի վնասվել։
Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Ամերիկայում կազմակերպվում են ավելի վաղ, քան բուն Հայաստանում, իսկ գիտեք, թե արդեն տասնամյակներ շարունակ ապրիլի 24-ի խորհուրդը ինչպես է նշվում Ամերիկայի հայաշատ բնակավայրերում։ Մանու Հարությունյանը այսօր պատմելու է հենց այդ մասին։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ դուք շարունակեք հետևել Մանուին։ Բարև ձեզ։ Անհավատալի է, բայց փաստ, ապրիլի 24-ին նվիրված միջոցառումների ակտիվությամբ, բազմազանությամբ ու մասնակիցների թվով Հայաստանից հետո երկրորդ երկիրը Ամերիկան է, բուն հայկական աշխարհից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Այստեղ անգամ ռեկորդ ունենք, որը եթե չեմ սխալվում, Հայաստանից դուրս այլ վայրում չի գերազանցվել։ 2015 թվականի ապրիլի 24-ին Լոս Անջելեսի փողոցներում կայացած արդարության երթին մասնակցել է ավելի քան 160,000 մարդ։ Սա ԱՄՆ-ի պատմության մեջ հայկական համայնքի կողմից իրականացված ամենաբազմամարդ բողոքի եւ հիշատակի ակցիան է եղել։ Մասնակիցները Փոլի Հայ դպրոցից քայլել են դեպի թուրքական հյուպատոսություն, պահանջելով պատմական արդարության վերականգնում։ ԱՄՆ-ում հայկական ամենամեծաթիվ բնակչությունն ունեն Լոս Անջելեսը, Գլենդելը, Ֆրեզնոն, Բոստոնը, Նյու Յորքը։ Հենց այս բնակավայրերում են ամեն տարի ոչ թե հազարավոր, այլ տասնյակ հազարավոր հայեր մասնակցում հարգանքի ու հիշատակի բազմաթիվ միջոցառումներին։ Այս հարցում տարբեր քաղաքներում արդեն ավանդույթի վերածված միջոցառումներ ունեն ու դրանց անցկացման համար ավանդական հասցեներ։ Սկսենք Լոս Անջելեսից։ Լոս Անջելեսում ապրիլի 24-ի գլխավոր միջոցառումը կայանում է Մոնտեբելոյի հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այստեղ ծաղիկներ խոնարհելու են գալիս հազարավոր մարդիկ, ընդ որում ոչ միայն հայեր։ Օրվա երկրորդ կարևոր կետը Գլենդելն է։ Տարբեր տարիներին այստեղ անցկացվել են հանրահավաքներ, պահանջատիրական ակցիաներ հազարավոր մարդկանց մասնակցությամբ։ Այս հարցում կարևոր դեր ունի Փոքր Հայաստանը, Little Armenian։ Այստեղ սկիզբ առած երթերը երբեմն հասնում են մինչև տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ, պահանջատիրական կոչերով։ Հիշատակի միջոցառումների կարևոր մասն են կրոնական արարողությունները, պատարակներն ու հոգեհանգստի կարգերը։ Ֆրեզնոյում հայկական համայնքն ունի պատմական խորը արմատներ, որոնք սկիզբ են առնում 1910-ից 1920-ական թվականներից։ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններն այստեղ արդեն տասնամյակների պատմություն ունեն։ Ապրիլի 24-ին գլխավոր հավաքատեղին հուշահամալիրն է։ Ֆրեզնոյում ապրիլի 24-ի միջոցառումները կենտրոնացված են մի քանի հիմնական վայրերում։ Գլխավորը Կալիֆոռնիայի պետական համալսարանն է Ֆրեզնոյում։ Հարակից տարածքում տեղադրված է ցեղասպանության հուշակոթողը։ Այստեղ կազմակերպվում են հիշատակի ու խոնարհման արարողություններ։ Երբեմն միջոցառումները տեղափոխվում են Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատուն։ Այստեղ անցկացվում են հոգևոր բնույթի արարողություններ։ Բոստոնում եւ Նյու Յորքում եւս մեծ եղեռնի տարելիցի առթիվ հիշատակի արարողություններ են կազմակերպվում։ Հիմնական վայրերն են եկեղեցիներն ու տեղի հայկական մշակութային կենտրոնները։ Պարբերաբար նաեւ հանրահավաքներ ու երթեր են կազմակերպվում։ Բոստոնում հիմնական միջոցառումները կենտրոնացած են քաղաքային կենտրոնում։ Հանդիպման գլխավոր վայրն է հայոց ժառանգության պուրակը։ Այստեղ կազմակերպվում է ծաղկադրում եւ հիշատակի արարողություն։ Հավաքներ են լինում նաեւ Քեմբրիջում։ Նյու Յորքում օրվա հանդիպման գլխավոր հասցեն Times Square-ն է։ Այստեղ անցկացվում է հանրահավաք։ Օրվա նվիրված միջոցառումներ են անցկացվում նաեւ տեղի հայկական եկեղեցիներում։ Նյու Յորքում օրինակ միջոցառումներ են անցկացվում Սուրբ Վարդան տաճարում, Բոստոնում Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Թեև Վաշինգտոնը չի մտնում հայերի թվաքանակով առաջատար հնգյակի մեջ, սակայն այն ԱՄՆ-ի քաղաքական կենտրոնն է եւ ամեն տարի նաեւ այստեղ են կազմակերպվում հիշատակի միջոցառումներ։ Այս թեմայի հետ կապված կարևոր է նշել մի նրբություն։ Նահանգների մեծ մասում անգամ հատուկ հիշատակի օր է սահմանված։ Նահանգային կամ դաշնային մարմինները չեն խոչընդոտում, հակառակը հաճախ նաև իրենք են միանում օրվա միջոցառումներին ազգությամբ ոչ հայ բազմաթիվ ամերիկացիների հետ։ Այնպես որ շնորհակալություն Ամերիկա։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։